Փետրվարը այն ամիսն է, երբ ձմեռը սկսում է նահանջել եւ մեր հույսների ներքին լույսը պայծառանում է։ 2026 թվականին այս ժամանակահատվածը խոստանում է լինել յուրահատուկ։ Տիեզերական էներգիաները կստեղծեն եզակի հնարավորությունների միջանցք ցանկությունների իրականացման համար։ Կենդանակերպի 3 նշանների համար սա կլինի այն ժամանակը, երբ համառությունը, հավատքը եւ երազանքները վերջապես կհանդիպեն իրականություն կոչվող մեկ կետում։ Եթե վաղուց երազել եք ընկնող աստղի մասին, տիեզերքը կարող է ձեզ տալ իր պատասխանը հիմա։ Եկեք պարզենք, թե մեզանից ով պետք է պատրաստվի հրաշալի փոփոխությունների։ Աղեղնավոր։ Ձեր հնարավորությունների հորիզոն տանող ճանապարհը։ Ձեզ համար, սիրելի աղեղնավոր, 2026 թվականի փետրվարը կլինի այն ցատկահարթակը, որից կարող եք հասնել մի նպատակի, որը թվում էր հեռավոր եւ գրեթե անհասանելի։ Զարգացման եւ հորիզոնների ընդլայնման ձեր բնական ծարավը հզոր աջակցություն կստանա ձեր հովանավոր Յուպիտերից։ Խոսքը մանր հաջողությունների մասին չէ, այլ ինչ-որ նշանակալի բանի մասին, որը կփոխի ձեր կյանքի հետագիծը։ Երազանքը, որը կիրականանա, հավանաբար կապված է ազատության, ուսման կամ հավակնոտ ծրագրերի հետ։ Դա կարող է լինել երկար սպասված առաջարկ երազանքի աշխատանքի համար, որը կբացի նոր երկրներ եւ հնարավորություններ։ Կամ դա կարող է լինել կանաչ լույս, ձեր սեփական, կրթական կամ փիլիսոփայական նախագիծը սկսելու համար։ Հաջողության բանալին ձեր կարողության մեջ է, տեսնելու ընդհանուր պատկերը եւ համարձակորեն քայլելու դեպի անհայտը։ Վստահեք ձեր ներքին կողմնացույցին, այս ամիս այն ձեզ ուղիղ կտանի դեպի ձեր երազանքների իրականացում։ Մի վախեցեք աշխարհին հայտարարել ձեր նկրտումների մասին, աշխարհը պատրաստ է լսել ձեզ։ Ցուլ, ապագայի առատության համար ամուր հիմք։ Սիրելի ցուլ, ձեր համբերատար ստեղծագործության ժամանակը մոտանում է իր գագաթնակետին։ 2026 թվականի փետրվարը ձեզ կբերի շոշափելի արդյունքներ, որոնցում դուք ներդրել եք ձեր ժամանակը, էներգիան եւ սիրտը։ Ձեր երազանքը հավանաբար կապված է կայունության, հարմարավետության եւ իրական արժեքի գտնելու հետ, լինի դա նյութական, գեղարվեստական, թե խորը հուսալի հարաբերություններ։ Տիեզերքը կպարգևատրի ձեզ ձեր գործնականության եւ աշխատասիրության համար։ Սա կարող է լինել ձեր բնականային խնդրի վերջնական լուծում, երկար սպասված մասնագիտական ճանաչում, որը կբերի ֆինանսական կայունություն, կամ նոր մակարդակի հասնող հարաբերություններ, նշանադրություն կամ համատեղ տան ստեղծում։ Այս իրադարձությունները կունենան հատուկ կշիռ եւ ուժ, կարծես ձեր կյանքը ձեռք է բերում ամուր, գեղեցիկ հիմք։ Ձեր խնդիրն է ընդունել այս նվերը երախտագիտությամբ, առանց այն կասկածի տակ դնելու։ Թույլ տվեք ինքներդ ձեզ վայելել ձեր աշխատանքի պտուղները, դուք արժանի եք դրան։ Հիշեք, որ իրական առատությունը սկսվում է արդեն իսկ ունեցածը եւ գալիքը գնահատելու ունակությունից։ Ձկներ։ Ստեղծագործական երազանքի հրաշքը, որը իրականանում է։ Ձեզ համար ոգեշնչված ձկներ։ Այս ժամանակահատվածը կլինի կախարդական ժամանակ, երբ ֆանտազիայի եւ իրականության աշխարհի միջև սահմանը կդառնա այնքան բարակ, որքան թերթիկը։ 2026 թվականի փետրվարը ձեր վերափոխման ժամանակն է։ Երազանքները, որոնք ապրում են ձեր սրտի խորքում, կապված ստեղծագործականության, հոգևոր որոնումների, ծառայության կամ խորը հուզական կապերի հետ, հնարավորություն կունենալ իրականանալու։ Այս ամսվա ուժը կայանում է ինտուիցիայի եւ հավատքի մեջ։ Հրաշքը կարող է գալ ամենաանսպասելի, նուրբ ձևով։ Դուք կունենաք հնարավորություն հրատարակել ձեր գիրքը, անցկացնել ցուցահանդես, աջակցություն ստանալ բարի գործի համար կամ հանդիպել մեկին, ով կդառնա ձեր մուսան եւ հենարանը։ Սա ժամանակն է վստահելու հոսքին, լսելու ձեր երազանքները եւ թույլ տալու ինքներդ ձեզ ստեղծագործել, առանց քննադատության։ Ձեր ներքին կարեկցանքի եւ սիրո վիճակը այժմ ամենահզոր մագնիսն է բարենպաստ իրադարձությունների համար։ Մի թաքցրեք ձեր լույսը, թույլ տվեք աշխարհին տեսնել ձեր եզակի հոգին։ Ձեր երազանքը կիրականանա, ձեր շրջապատող աշխարհը դարձնելով գոնե մի փոքր ավելի բարի եւ ավելի գեղեցիկ։ 3 կենդանակերպի նշաններ, որոնք 2026 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին մարտահրավերների են բախվելու։ Նոր տարվա առաջին ամիսները ոչ միայն նոր հույսերի, այլև լուրջ աստղագուշակական թորցությունների ժամանակ են։ 2026 թվականի հունվար եւ փետրվար ամիսները կարևոր որոշումների եւ կյանքը փոխող փոփոխությունների ժամանակաշրջան կլինեն բոլորի համար։ Բայց 3 կենդանակերպի նշանների համար այս ժամանակը հատկապես մարտահրավեր կլինի։ Պարզեք, թե արդյոք պատրաստ եք այս մոլորակային մարաթոնին եւ ինչպես մարտահրավերները վերածել աճի ցատկահարթակի։ Խոյ. իմպուլսիվության սանձահարում,
Մարտի 21, ապրիլի 19։ Կրքոտ խոյերի համար 2026 թվականի սկիզբը բնավորության իսկական փորձություն կլինի։ Հունվարը կսկսվի անհանգիստ, կենսունակ էներգիայով և թարմ գաղափարներով, բայց ամսվա կեսերին դուք կարող եք զգալ հուզական անկում, ուրիշների խախտված խոստումների պատճառով, ինչը կարող է նյարդային լարվածություն հեռացնել։ Այնուամենայնիվ, հիմնական մարտահրավերները ձեզ կհասնեն փետրվարին։ Փետրվարի 17-ին ջրհոսի մեջ արևի խավարումը կպահանջի աննախադեպ նախախնամություն։ Ձեր սովորական կարգախոսը «Ես տեսնում եմ նպատակը, ես չեմ տեսնում խոչընդոտները» կարող է հակառակ արդյունք տալ այս ժամանակահատվածում։ Մոլորակները խորհուրդ են տալիս լսել ոչ միայն ձեր ինտուիցիային, այլև ձեր բանականությանը, վերլուծելով յուրաքանչյուր ներքին զգացողություն։ Կրիտիկական կետ։ Մերկուրիի հետադարձ շարժումը սկսվում է փետրվարի 26-ին, և դուք վաղ կզգաք դրա հետևանքները։ Առանց ուշադիր մտածված ծրագրերի դուք ռիսկի եք դիմում բախվելու ուչացումների, բանակցությունների խափանումների և տեխնիկական խնդիրների։ Աստղերի խորհուրդ։ Ցանկացած գործողությունից առաջ ստեղծեք հստակ ծրագիր և քննարկեք այն ձեր սիրելիների հետ։ Օգտագործեք հունվարը մեծ մաքրագործման համար, ազատվեք հնացած ցանկություններից և թունավոր հարաբերություններից, որպեսզի փետրվարին կարողանաք հեշտությամբ առաջ շարժվել։ Առյուծ։ Պայքար հպարտության և ճնշման հետ։ Թագավորական առյուծների համար 2026 թվականի փետրվարը հավանաբար վատ կսկսվի։ Ամսվա առաջին կեսը հավանաբար կնշանավորվի սիրելիների հետ թյուրիմացություններով, նախագծերի հետաձգումներով և թիմի ներսում կոնֆլիկտներով։ Դուք անընդհատ ճնշում կզգաք, հատկապես ֆինանսական ոլորտում, որտեղ յուրաքանչյուր քայլ կունենա երկարաժամկետ հետևանքներ։ Փորձություններ են սպասվում նաև ձեր անձնական կյանքում։ Չափազանց ինքնավստահությունն ու եսասիրությունը կարող են հանգեցնել ձեր զուգընկերոջ վստահության կորստի։ Միայնակ առյուծները կարող են կանգ առնել լուրջ առաջարկի առջև, որը դժվար կլինի ընդունել։ Դուք ստիպված կլինեք հավասարակշռություն գտնել աջակցության և վերահսկողության միջև, հատկապես ընտանիքի և երեխաների հետ կապված հարցերում։ Լույսի շող։ Թեթևացում կգա փետրվարի երկրորդ կեսին։ Դուք կունենաք էներգիա, ոգեշնչում և ուժ նոր ծանոթությունների համար, որոնք կարող են խթանել ստեղծագործական և մասնագիտական հաջողությունները։ Աստղերի խորհուրդ։ Սովորեք հանգիստ ընդունել քննադատությունը և անկեղծ հոգատարություն ցուցաբերել ձեր սիրելիների նկատմամբ։ Հունվարին օգտագործեք 25-ից հետո ընկած ժամանակահատվածը վճռականորեն առաջնահերթություններ սահմանելու և ձեր սահմանները թունավոր ազդեցություններից պաշտպանելու համար։ Փետրվարի քննությունը հնարավորություն է ցուցադրելու իմաստություն, այլ ոչ թե ուժ։ Ջրհոս։ Խավարման էպիկենտրոնում։ Չնայած ջրհոսի համար մանրամասն կանխատեսումը որոնման արդյունքներում հասանելի չէ, աստղագուշակական տրամաբանությունը ցույց է տալիս, որ այս նշանը կարող է բախվել որոշակի մարտահրավերների։ Փետրվարի 17-ին արևի խավարումը տեղի կունենա ջրհոսում։ Խավարումները միշտ ամենաուժեղ ազդեցությունն ունեն այն նշանի վրա, որտեղ դրանք տեղի են ունենում, բացահայտելով հին խնդիրներ և պահանջելով կյանքի սցենարների արմատական վերագնահատում։ Սա այն ժամանակն է, երբ տիեզերքը կփորձարկի ձեր ճշմարտությունը, որքանով են ճշմարիտ ձեր առաջնահերթությունները և դժվար, բայց անհրաժեշտ որոշումներ կայացնելու ձեր կարողությունը։ Ազատությունն ու անկախությունը գնահատող ջրհոսների համար այս ժամանակահատվածը կարող է կապված լինել պարտավորությունների ճնշման, երկարատև ցիկլերը դադարեցնելու անհրաժեշտության կամ բարեկամության և թիմային աշխատանքի անսպասելի շրջադարձերի հետ։ Աստղերի խորհուրդ։ Խավարման շուրջ ժամանակահատվածում, փետրվարի 17-ից 2 շաբաթ առաջ և հետո, խուսափեք իմպուլսիվ գործողություններից և միայն ինտուիցիային ապավելելուց։ Դրա փոխարեն կանգ առեք խորը մտորումների համար։ Որ որոշումը կօգնի ձեզ դառնալ ավելի իսկական։ Ինչից պետք է ազատվեք, որպեսզի թույլ տաք ինչ-որ նոր բանի մուտքը։ Խավարումը հզոր ցուցանիշ է, և դրա էներգիան կարող է դառնալ ցատկահարթակ նոր, ավելի ազատագրող իրականության մեջ ցատկելու համար։ Եզրակացություն։ Փորձություն որպես նվեր։ 2026 թվականի հունվար և փետրվար ամիսները վախի ժամանակ չեն, այլ հասուն, գիտակցված որոշումների։ Խոյի, առյուծի և ջրհոսի համար այս ժամանակահատվածը կլինի դպրոց, որտեղ հիմնական դասերը կլինեն համբերությունը, խոհեմությունը և ինքնազսպումը։ Հիշեք, որ խավարման և հետադարձ մոլորակների էներգիան միանշանակ բացասական լիցք չի կրում, այն պարզապես ընդգծում է թույլ կողմերը և հնարավորություն է տալիս դրանք շտկելու։
Նրանք, ովքեր կգտնեն համարձակություն դանդաղեցնելու, վերլուծելու եւ մտածված գործելու, ոչ միայն արժանապատվորեն կանցկացնեն այս 2 ամիսները, այլև կդնեն աներևակայելիորեն ամուր հիմք ամբողջ 2026 թվականի համար։ Վստահեք ինքներդ ձեզ, լսեք իմաստուն խորհուրդները, բայց վերջնական որոշումը միշտ ձերն է։ Ի վերջո, նույնիսկ ամենադժվար աստղային ասպեկտները պարզապես ֆոն են ձեր տոկունության եւ ազատ կամքի դրսևորման համար։